Պարոն Մարտիրոսյան, 2015-ի բյուջեի նախագծի քննարկմանը պարզ դարձավ, որ գիտության ֆինանսավորման ավելացում մեծ հաշվով այդպես էլ տեղի չի ունենա նաև մյուս տարի։ Մտահոգությունները արդյոք ունեք, թե ոչ։ Իհարկե, եթե ֆինանսավորումը չպետք է ավելանա, ապա իհարկե դա շատ տխուր մտորումներ է բերում, բայց կարծում եմ, որ մի քիչ այդպես չէ, որ չնչի փոքր ավելացում կա, շատ փոքր, որոշ ծրագրեր իրականացում, բայց հիմնականում իհարկե ընդհանուր առմամբ այն միջոցները մինիմալ, որ անհրաժեշտ այսօր գիտությանը դեռ չունենք, նույն նկատի ունենալ, որ մեր ընդհանրապես բյուջեն աղքատ բյուջե է, հետևաբար դժվար է սպասել, որ գիտության համար այն անհրաժեշտ այսօր լինի։ Հույս պետք է ունենանք, որ մեր տնտեսության զարգացման հետ միասին բյուջեն եթե ավելանա նաև գիտության միջոցները։ Դեմ եմ նախաձեռնությունը դարձյալ ակցիա է անում ֆինանսների նախարարության մոտ, հիմնական պահանջը փաստորեն դասախոսներն են, ովքեր զուգահեռաբար աշխատում են նաև այլտեղ եւ այսօր նրանք աշխատանքը կորցնելու կամ աշխատանքից հեռանալու խնդրի առաջ են կանգնած, որովհետեւ օրենքը անդրադառնում է նաև նրանց վրա։ Այն դասախոսների, ովքեր աշխատում են համատեղության կարգով։ Ճիշտ ասած, ես այդ օրենքի մանրամասներին ծանոթ չեմ։ Ընդհանրապես իհարկե մտահոգություն է առաջացնում, որ եթե դա հնարավորություն մի խնդիր է դա եւ մյուս կողմից էլ դա կկրճատի գիտական աշխատողների եւ բոհական համակարգի համագործակցությունը, որովհետեւ ուրեմն բոհերում պետք է որ գիտությամբ ակտիվ աշխատող մասնագետները նաև զբաղվեն դասախոսական աշխատանքով։ Այդ օրենքը եթե այդ ձևով կիրառվի, ապա դա նաև կխաթարի այդպիսի կապի լայնացումը։ Ընդհանրապես հիմա ասում ենք, որ գիտությունը կրթությունը պետք է սերտ կապեր ունենան։ Հետևաբար այնպիսի օրենքներ պետք է ընդունենք, որ դա ամրապնդի եւ ոչ թե թույլատնի։ Մարտիրոսյան, դուք զգում եք վերջին շրջանում երիտասարդների գիտության նկատմամբ ավելի անկում, որովհետեւ այսօր եթե միայն գիտնականը զբաղվի գիտությամբ, չի կարող իր տարրական կենցաղային պայմաններն իսկ։ Դե գիտեք, ընդհանրապես դա տրիվիալ բան է, որ դա պետք է ապահովել երիտասարդ, բայց պետք է ասեմ, որ վերջին մի տարիների ընթացքում ընդհանրապես մեր հնարավորությունների սահմաններում երիտասարդներին դեպի գիտություն գրավելու միջոցառումներ արվել են բավականաչափ։ Դա բնակարանային շինարարություն, հիմնադրամներ, մրցույթներ եւ այլն գործողումներ, տարբեր բնույթի միջոցառումներ, որը ինչ-որ չափով փոխել է, փոքր։ Ես պետք է ասեմ, հիմա ասենք մեր համակարգի երիտասարդների մասնակցությունը կազմում է մոտավորապես 30% ամբողջ թվականակի։ Դա վատ ցուցանիշ չէ, իհարկե այստեղ կա մի խնդիր, որ երկար ժամանակ նրանք մեր համակարգում չեն կարող աշխատել, որովհետև մեր համակարգի ֆինանսական միջոցները չեն ապահովում նրա ապագա սոցիալական հարցերի լուծումը։ Դա այդ խնդիրը կա, բայց այսօր դեռ երիտասարդներին ինչ-որ ձևով են գրավում գիտական։ Այն համակարգը, որ այսօր մենք ունենք, արդյոք հնարավորություն է տալիս տնտեսության զարգացմանը, հետևաբար նաև գիտության ֆինանսավորմանը։ Դե տնտեսության զարգացումը տարբեր հնարավորություններ, տարբեր խնդիրների հետ է կապված։ Դա մենք ունենք ուրիշ խնդիրներ, որոնք շրջափակում, ազգային հարցեր, Ղարաբաղի խնդրեմ, ցեղասպանություն եւ այլն, այդ խնդիրները անմիջապես առնչվում են մեր նաև առօրյա կյանքի հետ, հետեւաբար այդ նրանց լուծումը կբերի մեր տնտեսության զարգացման այս ճանապարհ։